Այս դաշտերում աճեցված կերից է սկսվում ամեն ինչ։ Երեմյան կաթնամթերքը, որը նոր ստանդարտներ է սահմանել հայաստանյան շուկայում, աշխատում է տարածաշրջանում եզակի սերմից սեղան հայեցակարգով, ինչի արդյունքում արտադրվում է բարձրորակ A կարգի կաթնամթերք։ Մենք ինչի համար ենք առաջնահերթությունը տալիս մեր իսկ արտադրած կերերի, որովհետև այստեղ մեզ համար կառավարելի է նախ եւ առաջ քանակային եւ որակական հատվածները, որովհետև գիտենք, որ կենդանիների առողջության, մթերատվության ամենաառաջնային պայմանը որակյալ կերերն են։ Ըստ էության այս հայեցակարգի շնորհիվ մենք ապահովում ենք վերահսկողություն կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերում։ Սկսած սերմը մեր բերի հողերում ցանելուց եւ բարձր սննդային արժեքով կերարտադրությունը ապահովելուց, մեր կենդանիների առողջության հատվածը ապահովելուց, մինչեւ կաթի ստացումը ավտոմատացված կիթի մեթոդով եւ փակշղթայով կաթնամթերքի տեղափոխումը դեպի Երեմյան գործարան, որտեղ կաթը մշակվում է եւ շշալցվում է էկոլոգիապես մաքուր ապակյա տարաներում եւ մեր հատուկ սառնարանային մեքենաներով տեղափոխվում է դեպի սուպերմարկետներ, խանութներ։ Այսինքն ամբողջ շղթայի վերահսկողումը իրականացում է մեր ընկերության կողմից։ Երեմյան ընկերությունների խմբին է պատկանում ամբողջ տարածաշրջանում եզակի եւ Հայաստանում ամենամեծ այս գյուղատնտեսական համալիրը։ Տաշիր համայնքում գտնվող ժամանակակից այս ֆերմայում պահվում է Եվրոպայից բերված տոհմային 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը կթուկով։ Այստեղ խստորեն հետևում են ինչ սնունդ է անհրաժեշտ կովերին առողջ մնալու եւ հետեւաբար բարձր որակի կաթ տալու համար։ Դաշտերում աճեցված կանաչանասնկերը փաթեթավորվում է օգտագործելով ժամանակակից սիլոսացում, ինչը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ եւ թարմությամբ պահել մոտ 2 տարի։ Այսպիսով կենդանիներն ամբողջ տարին ստանում են բարձրորակ կեր։ Կերակերման օպերատորը այս տեխնիկայով արդեն տենում է էկրանի վրա, որ կոմպոնենտից ինչքան պետք է հավաքի, ըստ դրա հավաքում է, որից հետո արդեն համակարգչի վրա էկրանի վրա ցույց է տալիս, թե որ գոմի, որ համարի վանդակին ինչքան կեր պետք է լցվի։ Նաև իրենց վզերին կա այդ չիպերը, որոնցով որ կարողանում ենք նախրի կառավարումը կատարել։ Ֆերմաների մեջ ունենք դատչիկներ, անտենաներ են, որոնք որ կարդում են կենդանիներին եւ իրենց բոլոր process-ները կարողանում ենք համակարգչում տեսնել։ Ակտիվությունը, կերին մոտենալը, որոջի քանակը, որոնք որ արդեն մեզ թույլ է տալիս անել անալիզներ, ու իրանց առողջական վիճակը հասկանալ։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ֆերմայում նվազագույնի է հասված մարդկային գործոնը։ Անասնագոմի սպասարկումն իրականացվում է ավտոմատացված համակարգի կողմից։ Ավտոմատ սկրեպերներն են, որոնք որ գոմախվի հեռացումն են իրականացնում, հովացման համակարգն է, որը որ 18 աստիճանից երբ որ բարձրացավ ավտոմատ միանում է, որպես իրանց հով լինի։ Կերակրումն է, որը որ մեքենան, այսինքն մարդկային գործոն չկա, մեքենան է գալիս կերակրումը իրականացնում։ Նույն կերպ առանց մարդկային միջամտության է իրականացվում նաև կովերին կթելու գործընթացը։ 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում ժամում 250 կով է կթում։ Նորարարական այս տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ամբողջ ընթացքում։ Թարմ կաթը խողովակներով միանգամից տեղափոխվում է սառնարանային մեքենաներ։ Փակշղթայի շնորհիվ կաթի որակական հատկանիշները պահպանվում են։ Թարմ կաթի առաջին կայանը գործարանային լաբորատորիան է, որտեղ սկսվում է կաթի ընդունման եւ նմուշարման առանցքային փուլը։ Այստեղ իրականացվում են ֆիզիկա-քիմիական, մանրէաբանական եւ օրգանոլեկտիկ հետազոտություններ։ Երեմյանն այսօր արտադրում է կաթնամթերքի ավելի քան 60 արտադրատեսակ՝ կաթ, թթվասեր, մածուն, ռեժան, ըմպելի յոգուրտներ, պանիրների տեսականի, կաթնաշոր եւ այլն։ Դեռևս անցած տարի ընկերությունը ստացել է կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 սերտիֆիկատը։ Այն սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ եւ վարկանիշային սերտիֆիկատն է։ Կաթնամթերքը 2025-ին ստացել է նաեւ մանկական կաթի վկայագրում։ Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով սերտիֆիկատն այն փաստաթուղթն է, որը պետք է օգնի սպառողին ընտրություն կատարելիս։ Երեմյանը կոչ է անում գնում կատարելիս պատասխանել մի քանի պարզ հարցի։ Արդյոք այդ կաթը ստացվում է կովից։ Թվում է թե շատ այսպես անբնական հարց է հնչում կամ զարմանալի հարց է, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ կաթը ստացվում է հենց կովից։ Երկրորդ հարցը, արդյոք տվյալ արտադրողը ունի իր սեփական ֆերման, սեփական կաթի արտադրությունը ֆերմերային տնտեսության միջոցով մեկ աղբյուրից ստացվող
որը ըստ էության նույնպես կխոսի կաթի որակական հատկանիշների մասին, եւ երրորդը արդյոք տվյալ կաթնամթերք արտադրող ընկերությունը ունի ստանդարտներ եւ սերտիֆիկացիոն, ինչպիսիք օրինակ FSSC 22000 սերտիֆիկատներ։ Երեմյանը հիշեցնում է, ընտրելով առողջ կաթնամթերք, ընտրում եք առողջություն ձեր եւ ձեր ընտանիքի բոլոր անդամների համար։